ինչ-որ ձևաչափով մերձացնելու։ Մենք ցեղասպանության թեմայով առաջին գիտարարով անցկացրեցինք 2021 թվականին, դրանից հետո ևս եւ անցած տարի։ Հիմա մի փոքր ուրիշ ձևաչափով ենք կազմակերպում ԱՐԻ-ով, այսինքն Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտով, եւ այստեղ այն փոփոխությունն է, որ Արցախն ենք ավելացնում, Արցախի օրակարգը եւ շատ փայլուն մասնագետներով փոխանցել եմ խոսափողը Տիկին Ալավերդյանին, խնդրեմ ներկայացնել։ Լարիսա Մորոզյան, Անդրեյ Միրավական կամայականության հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն 1991 թվականից եւ մարդու իրավունքների Հայաստանի Հանրապետության առաջին պաշտպան, ոչ թե առաջին մարդու պաշտպան, պետք է հիշեցնեմ ուղղակի բոլորին, որ ասվել է ու երիտասարդ տեսնում ենք 1991 թվականից մինչև 1995 թվականը եղել է Գերագույն խորհրդի, այն որը գրված որ Հայաստանի իրենց հռչակվել է որպես անկախություն, ահա այդ Գերագույն խորհրդում գոյություն ուներ մի հատուկ հանձնաժողով, դա այդպես է կոչվում է Արցախի հարցերով հատուկ հանձնաժողով։ Պատիվ ունեն դրա գլխավոր փորձագետը լինելու եւ այս առումով ինչ որ վերաբերում է այդ տարիներին եւ հետագայում ես ոչ միայն որպես ուսումնասիրող այդ հարցը, այլև շատ համեստ մասնակից է որոշ գործընթացների։ Ձեր ելույթը վերաբերվելու է հայկական պետականության կայացման հարցերին եւ արցախյան շարժման դերին այդ հարցում եւ իմ կարծիքով դուք ամեն ինչի տեղականատես մասնակից եք եղել եւ կարող եք կիսվել ձեր փորձառությամբ եւ գիտելիքով։ Շնորհակալություն։ Պետք է ասեմ, որ երբ որ մենք խոսում ենք արցախյան շարժում, ես պետք է հիշեցնեմ, որ բոլոր դեպքերում շարժումը կոչվում է Ղարաբաղյան շարժում։ Դա հետագայում է նա ձևակերպվել, իրոք արցախյան շարժում է դառել, այսինքն դրա բոլոր դեպքերում տարբեր փուլեր են։ Արցախյան շարժումը շատերը այդպես կապում են նրա հետ, որ սկզբից եղել է էկոլոգիական շարժում։ Ես մինչ այսօր էլ կարծում եմ, որ դա ձևական մի բան է, որովհետև էկոլոգիական շարժումը, որը սկսվել է, հետագայում ուներ շարունակություն, փակվել է ատոմային կայանը, փակվել է նաև գործարանը եւ այլն, բայց բոլոր դեպքերում Ղարաբաղյան շարժումը դա մի շարժում է, որը շարժում է բոլորի ոգիները, այդպես ասեմ, պատահական չի, որ ապանը շարժում է։ Եվ այս առումով ես պետք է իմ դիտարկումը արդեն տարիներ անց պետք է ասեմ, որ ըստ երևույթին այդ տարիներին 1985 թվականից սկսած, երբ որ իշխանության է եկել Միխայիլ Գորբաչովը, ըստ երևույթին կային եւ աշխարհաքաղաքական այնպիսի պայմանավորվածություններ, այնպիսի զարգացումներ, որոնք պետք է դերեին ի վերջո սովետական միության գոյության դադարեցմանը եւ նոր ինչ-որ միավորման ստեղծավ։ Եվ այդ առումով համոզված եմ, որովհետեւ հանդիպել եմ հետագայում շատ փորձագետների հետ արտերկրներում, տարբեր երկրներում, որոնք որ այո խոստովանում էին, որ իրենք ուսումնասիրում էին Հայաստանում իրավիճակը, էթնոհոգեբանությունը, ինչ-որ այնպիսի հարցեր, որոնք որ կարող են վերին աստիճանի զգայուն լինել Հայաստանի Հանրապետության, սովետական Հայաստանի Հանրապետության հասարակության համար, եւ կարծում եմ, այո, նրանք ովքեր որ ասում են, դա ոչ միայն տասնյակ տարիների արցախյան հարցի այն է վերամիավորման Հայաստանի հետ ոչ միայն այդ պատճառով, բայց
այդ արտերկրի բավականին հմուտ աշխատանքների արգասիկ է։ Դա չի լսեմացնում բոլորովին ժողովրդի ակտիվ մասնակցությունը մեր այսպես լուսավոր կասեի սերնդի ներկայացուցիչների լինի դա նվիրական աշխատանքի լինի հետագայում կյանքի զոհաբերության, բայց պետք է հստակեցնենք, որ ես կողմնակից չեմ, որ երբ որ ասում են սովետական միությունը փլուզվել է Ղարաբաղյան շարժման այսպես պատճառով, ես դա համարում եմ վերին աստիճանի միամտություն եւ կարծում եմ, որ մենք պետք է լրջագույնս ուսումնասիրենք այդ տարիների եղելությունը։ Ցավում եմ նշում, ես 20 տարի, 25 տարի դասավանդում եմ օրինակ Սլավոնական համալսարանում, պետք է ասեմ, որ հետաքրքրությունը այդ տարիների հանդեպ միջև անգամ այսօրվա զարգացումների հանդեպ գնալով ավելի քիչ է, քան որ օրինակ եղել է 88 թվականներին։ Երբ ես համեմատում եմ հասարակությունը 88 թվականի միտինգների, կներեք ասեմ միտինգի դեմքը եւ օրինակի համար հետագայում որոշ միտինգների, ոչ միայն 2018 թվականին եմ խոսում, այլ շատ այլ։ Ես պետք է ասեմ դեմքը միտինգի, միտինգավորների փոխվել է եւ պետք է ես հարցով այսպես սկսեմ։ Ինչ է կարծում եք, ինչու սովետական տոտալիտար պետության մեջ աճեցված մեծացած սերունդը կարողացել է բարձրացնել Արցախյան հիմնահարցը, հասցնել նրան բավականին հաջող ավարտի եւ ինչու նորանկախ Հայաստանում ծնված մեծացած սերունդը այդ ամենը կարողացավ այսպես ասած կներեք սլենգի համար ջրել, որովհետև ես ուրիշ խոսք եթե վերեմ, ապա դա հանցագործությունն է։ Այսինքն եթե ես խոսեմ լուրջ իրավական դաշտի մեջ, ապա այն ինչ որ տեղի է ունեցել այս Արցախի հանրապետության դա անշուշտ հանցագործություն է։ Չմանրամասնեմ ում կողմից ինչ մասով եւ այլն, բայց դա հանցագործություն է միջազգային իրավունքի դեմ։ Հիմա անդրադառնամ, թե Արցախյան շարժումը ինչ նշանակություն է ունեցել Հայաստանի Հանրապետության կոնկրետ անկախության համար շարժմանը եւ անկախության այդ իրապես պանցալի օրերին։ Ես պետք է ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր ապրել են այդ օրերին, իրապես ապրել են վերին աստիճանի շատ բարձր ալիքի վրա ոգևորիչ։ Միամտություն է, միամտություն չէ, բայց մենք իրոք հավատում ենք, որ մեր տասնյակ տարիներ շարունակ պայքարը այո գալիս է իր անցալի ավարտին։ Հիմա ինչ է Արցախյան Ղարաբաղյան շարժում արել։ Ղարաբաղյան շարժումը շարժել է, ինչպես ասեցի, կարևորագույն մեր մտքի եւ հոգու այսպես ասած ամենանուրբ բարին։ Ինչու՞։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում արդեն 1965 թվականից Սովետական Հանրապետությունում բարձրացվել էր նախևառաջ ցեղասպանության ճանաչելու հարցը, պահանջատիրությունը, հողեր եւ այլն, այսինքն 50-ամյակի կապակցությամբ ցեղասպանության 15 թվականի վերին աստիճանի ակտիվություն է եղել, հետագայում պատժվել են շատերը, Արցախում տեղի ունեցել ստորագրահավաք եւ այլն, որ հստակեցնենք, որ Արցախի հարցը Հայաստանի Հանրապետության հասարակության համար վերին աստիճանի յուրային, յուրացված եւ շատ զգայուն հարց է։ Եվ ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ փաստորեն այն ինչ որ սկսվել է սկզբից ուղղակի սովետական միության մեջ լղիմը, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, այլ ոչ թե ամբողջ Արցախը։ Հույսով եմ մեր լսարանը գիտի տարբերությունը լղիմի եւ Արցախի։
Արցախը կամ Լեռնային Ղարաբաղը, որը ազգերի լիգայի կողմից 1919 թվականին ճանաչվել է որպես վիճելի տարածք, Լեռնային Ղարաբաղ 20,000 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք է, որ մենք հստակեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը դա այն խոճուճ այսպես սահմաններով 4 մի քիչ ավել 1000 քառակուսի կիլոմետրը դա չէ Արցախը, իրապես դա լղին է։ Այսպիսով այդ խնդիրը բարձրացվում էր միշտ, որովհետև սովետական ժամանակ, անգամ ստալինյան ժամանակ բարձրացվում էր հարցը, որ դա անօրինական է եղել Լեռնային Ղարաբաղի այսպես ասած բռնակցումը Ադրբեջանի եւ այլն։ Դրա համար 88 թվականին նոր էլի պիտի ասեմ, Վերին Աստիճանի միամիտ հույսեր կապված այսպես կոչված պերեստրոյկայի հետ։ Ես այն ժամանակին կողմնակից չէի դից միամիտ կարգախոսների Լենին, Կարտի, Գորբաչով, իրոք, բայց պատկերացրեք շատերը համարում են, որ վերջապես հայերը խելքավակեցին և դիվանագիտական մոտեցում են ցուցաբերում, որ ցույց տան, որ դա ոչ թե հակավ պերեստրոյկա է, այլ դա հենց համապատասխանում է։ Շատ արագ այդ միամտությունը, այդ պատրանքները, Վերին Աստիճանի արագ, գիտեք, ինչպես ասեմ, եթե 87 թվականին սկսվել է ստորագրավակը Հայաստանում, այդ Հայաստանի շարժը սկսվել է 87 թվականին, մենք ստորագրում ենք ուրախացած, որ եթե գիտենք, որ KGB-ն ամեն ինչ դիտի, բայց եթե բոլոր գիտահետազոտական ինստիտուտներում մենք ազատորեն ստորագրում ենք, գրեթե բոլորիս համար հայտնի KGB-ի ագենտների կողմից բերված ցուցակները, մենք ուրախանում ենք, որ վերջապես համոզվեցին եւ մենք վտանգ չէին զգում, մենք հակառակը մտածում ենք, որ ահա վերջապես այդ հարցը կլուծվի։ Պետք է ասեմ, որ շատերը մեր մեկնաբանները եւ փաստաբանները, միջև անգամ իրավաբաններն ու պատմաբանները ասում են, որ Ղարաբաղյան շարժումը անոր այս փուլը սկսվել է Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին ընդունելով այն հայտնի որոշումը, որով որ դիմել է Լեռնային Ղարաբաղի պատգամավորների դեպուտատ, սովետ դեպուտատ, այսպես ասած, 3 դիմումով է դիմել դա Ադրբեջանից, Հայաստանին եւ ԽՍՀՄ գերագույն խորհրդին, որ մի հանրապետության կազմից տեղափոխվի մյուս հանրապետություն կազմը եւ դրա համար պետք է համաձայնություն լիներ եւ ԽՍՀՄ գերագույն խորհրդի։ Ես պնդում եմ, որ դա մոլորություն է, չի կարելի ասել, որպես ամեն ինչ լավ էր Արցախում, շատ լավ է Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ լավ է, եւ ահա որոշել են այդպիսի մի որոշումը հանդես գալ, խիստ հակառակը, այդ որոշումը ի պատասխան այն անընդմեջ եւ գնալով ավելի ուժեղ այդ ճնշումների, որը որ բերել է արցախցիներին այն եզրակացությանը, որ իրենց էլ է սպասում այսպես կոչված նախճիվանացումը, որտեղ Նախճիվանի բնակչության գրեթե կեսից ավելը հայեր են եղել, իսկ արդեն 87-88 թվականին մի գյուղ էր մնացել, ասում են 2000 բնակիչներով, ելել հենց առաջի օրվանից, փետրվարից իրենց դուրս են մղել։ Այսինքն Վերին Աստիճանի կարևոր է, որ դուք հասկանաք, որ ոչ թե սկսվել է այդ որոշումից, այդ որոշումը եղել է ի պատասխան տասնյակ տարիների, գրեթե 70 տարվա ճնշումների։ Դա շատ կարևոր է, որ մենք հասկանանք ինչ է տեղի ունենում հիմա։ Եվ հետագայում պետք է ասեմ, որ այդ շարժումը արթնացրեց ևս 2 զուգահեռ այդպիսի կարգախոսներով շարժումներ, դա անկախությունն է պարոն Հայրիկյանի եւ այդ ինչ որ կոչվում էր անջատում, միացումից անջատում։ Ես քանի որ հույսով եմ, որ դուք հարցեր կունենաք, այդ միացումից անջատում, այդ գործընթացը Վերին Աստիճանի հարված էր, ես համոզված եմ դա կարող եմ ապացուցել, հարված էր Ղարաբաղյան շարժման եւ այն, որ դա 89 թվականին
հայտարարվեց հայոց համազգային շարժում, ես եւ այն ժամանակ եւ հիմա էլ համարում եմ Ղարաբաղյան շարժման ուզուրպացիա, որովհետեւ ժողովուրդը բարձրացել է բոլորովին այլ հարցի համար եւ զուգահեռ ահա այդ անկախություն կամ միացում հայտնվեց այսպես կոչված դեմոկրատական, ժողովրդավարական այդ շարժումը, կոռուպցիայի դեմ, բազմակուսակցություն եւ այլն։ Ես համարում եմ, որ Ղարաբաղյան շարժման այդ նշանակությունը այդ Հայաստանի Հանրապետության կայացման համար, Հայաստանի Հանրապետության հասարակության եւ համայն հայության արթնացումը դա անուրագելի նշանակություն ունի եւ այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, դա արդյունք է նրա, որ ի սկզբանե քաղաքական էլիտաները ամբողջովին այլ փոխել են Ղարաբաղյան շարժման նպատակները եւ այս առումով այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, դա սկսվել է դեռ 89 թվականին, ինչպես ասեցի, այդ փոփոխությունով այդ կարգախոսի եւ բերել է վերին աստիճանի բնույթ ամենապղտոր գլոբալիստական կենտրոնների ղեկավարությամբ եւ հսկողությամբ բերել է այն իրավիճակի, որը ես գտնում եմ հարիր չէ հայ ժողովրդի եւ գիտեմ այս վիճակից կան ելքեր։ Մեր ապագան իրոք ոչ թե ապագա, այլ իսկական քաղաքակիրթ ժողովրդին հարիր ունենք ապագա, ինչի համար անհրաժեշտ է, որ մենք բոլորս արթուն մնանք եւ կարողանանք հարգենք թե մեր անցյալը, թե մեր ապագան։ Շնորհակալություն ձեր զեկույցի համար եւ Արցախյան հարցի պատմության որոշ դրվագներ ներկայացնելու համար եւ Արցախյան շարժման կարևորության մասին խոսելու։ Հիմա կուզեի խոսքը փոխանցել Տիկին Սիրան Սարակյանին, որպեսզի ներկայացնի Արցախի բնակչության բռնի տեղահանումը որպես հանցագործություն եւ որպես եւ դրա իրավական գնահատականը տա, որովհետեւ մենք տեսել ենք, թե ինչպես 2020 եւ 2023 թվականներին Արցախի գրեթե ողջ բնակչությունը բռնի տեղահանվեց եւ դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չկրեց, իսկ հայկական հասարակությունը կարծես թե ուղղակի մարսեց, դուտվեց եւ որևէ արձագանք չկա, հիմա ապրում ենք ոնց որ անգլերեն ասած business as usual, որը իմ համար շատ հարցեր է առաջացնում։ Իհարկե դրա միտված քաղաքականությունը կա, թե դրսի աշխարհում, թե Հայաստանի ներքին քաղաքականության մեջ, բայց դեռ ամենակարևորը, որպեսզի մենք մեր օրակարգը զարգացնենք եւ այսպիսով Տիկին Սիրան Սարակյանին միջազգային եւ համապատասխան իրավունքի կենտրոնի նախագահին փոխանցում խոսքը, շնորհակալություն։ Իհարկե մարդկության դեմ ուղղված հանցագործություն եւ միավորի կարգավիճակ տարբեր հարցադրումներ են, բայց կարծում եմ երևույթ ընկալելու եւ իրավական արձագանք որոշելու հարցում նաեւ էական նշանակություն ունի, թե վերջի վերջո ինչ միավոր էր Արցախը եւ ինչու այս ճակատագրին արժանացավ։ Անկեղծ ասած, հենց օրեր առաջ Հայաստանի տարածքում Գերմանիայի նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, գրավոր անգամ տեքստով, որ Արցախը միջազգային իրավունքի համաձայն ադրբեջանական տարածք է։ Եվ այս հարցի հակազդեցություն, պատասխան չհնչեցվեց որևէ հարթակում, կարծում եմ թե քաղաքական եւ թե հասարակական դաշտը հստակ պատասխան չտվեց այս հայտարարությանը, որում այն հնչեցվեց պետության գլխի կողմից, որքան էլ նոր արտաքին քաղաքականության հարցերով սահմանափակ դեր ունի, միևնույն է պետության գլուխը եւ պետության անունցեր հանդես գալիս։
Եվ այստեղ շատ թյուր ընկալումներ կան, կուզենայի մեկը միշտ հստակեցնել, որ Արցախի հիմնախնդիրը դարձել է կարևորագույն միջազգային հարթակների քննարկման առարկա, հիմնականում քաղաքական հարթակների, առանձնակի կարևորություն ունի հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը դեռևս 90-ական թվականներին զբաղվել է խնդրով, ընդունել է բանաձևեր, ընդ որում այս բանաձևերը ադրբեջանական կողմը հաճախ շահարկել է հիմնավորելու համար, որ հայկական զորքերն են օկուպացրել Արցախը եւ այստեղ գործ ունենք տարածքային ամբողջականության հետ, այլ ոչ թե ազգերի ինքնորոշման հետ, եւ հենց ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր որոշումներով նաեւ լեգիտիմացրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես օրինական պլատֆորմ, որը խաղաղ ճանապարհով պետք է լուծեր հակամարտությունը։ Բայց ինչն է իրավական տեսանկյունից խիստ կարևոր, որ Արցախի անկախության ինքնահռչակման հարցը քննարկման առարկա դարձնելով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի ձևակերպել, որ այդ անկախության ինքնահռչակումը խախտում է միջազգային իրավունքը։ Եվ քննարկումների նախորդող եւ հաջորդող ժամանակահատվածում այլ կոնֆլիկտների առնչությամբ, երբ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պարզել է, որ ինքնահռչակումը խախտում է միջազգային իրավունքը, կոնկրետ միջոցի է դիմել թույլ չտալու համար քաղաքական ճանապարհով պետության ձևավորում։ Այսինքն միջազգային իրավունքը խախտող անկախությունների հռչակումը չէր կարող հանգեցնել պետության առաջացման, ճանաչման ուղիով, ինչը պարտադիր պայման է պետությունների ձևավորման հարցում։ Եվ մենք այս հանգամանքը կարծում եմ պետք է հասկանանք եւ բարձրաձայնենք նաեւ պատասխան տալու այդ անհիմն թեզերին։ Նման քննարկումներ եղել են Հյուսային Կիպրոսի թուրքական հանրապետության դեպքում, Հյուսային Ռոդեսիայի Սրբսկայա հանրապետության պարագայում, երբ խորհուրդը գտել է, որ ինքնահռչակումը անբավեր է, այն խախտում է տարածքային ամբողջականության սկզբունքը, ուստի կոչ է արել ՄԱԿ-ի բոլոր անդամներին չճանաչել անկախությունը։ Եվ ավելին ճանաչումն է ընկալել որպես միջազգային իրավունքը խախտող գործողություն, որը նաև հակասելու է ՄԱԿ-ի անվտանգության բանաձևերին։ Հիմա այստեղ հարց, եթե Արցախի անկախության ինքնահռչակումը խախտում էր միջազգային իրավունքը, ինչու ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որի կազմը ոչ պակաս պրո-ադրբեջանական էր, քան պրո-հայկական, չդիմեց կոլեկտիվ չճանաչման գործիքին եւ հենց 90-ական թվականներին չարգելափակեց ճանաչման քաղաքական գործընթացը եւ չվերականգնեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ենթադրաբար։ Պատասխանը միանշանակ է, որ այդ ողջ գործընթացը համապատասխանել է միջազգային իրավունքին, միջազգային իրավունքը չէր կարող ճնշել ինքնորոշման իրավունքը եւ այն դուրը բաց է թողել քաղաքական գործընթացների եւ կարծում եմ 90-ական թվականներից ի վեր խնդիրը պետք է լիներ քաղաքական դիվանագիտական աշխատանքի միջով հասնել մեծաթիվ ճանաչումների, ինչն էլ սուբյեկտայնության հարց Արցախի կլուծեր եւ կարծում եմ ինչու ոչ նաեւ խնդիրները կարող էին այլ զարգացումներ ունենալ։ Հիմա օրինական գոյություն ունեցող պետականության նկատմամբ եղել է ուժի գործադրում, որը ինքնին ագրեսիայի հանցագործություն է, եւ այն ուղեկցվել է նաեւ միջազգային բնույթի այլ հանցագործությունների կատարմամբ։ Ագրեսիայի մասով չգիտեմ որքանով եք տեղյակ, բայց Հայաստանի Հանրապետությունը երբ վավերացրեց Հռոմի ստատուտը, ճանաչեց իրավազորություն 3 հանցագործությունների նկատմամբ՝ ցեղասպանություն, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ եւ պատերազմական հանցագործություններ։ Ագրեսիայի նկատմամբ յուրիսդիկցիա ստեղծելու համար անհրաժեշտ էր լրացուցիչ փոփոխությունների ստորագրում
ինչը չի կատարվել Հայաստանի Հանրապետության կողմից եւ սա է ինքնին հարցադրում է, որ եթե քաղաքական առումով նպատակահարմար է եղել տվյալ իրավիճակում ընդունել Հռոմի դատարանի յուրիսդիկցիան եւ արդեն իսկ 21 թվականից Հայաստանը Ադրբեջանի ագրեսիայի զոհ է դարձել, ինչով է պայմանավորված հենց ագրեսիայի դեմ պայքար ուժեղացնող իրավական փաստաթղթերի չստորագրումը, չվավերացումը, բայց մենք ունենք այդ իրողությունը եւ պետք է հասկանանք, որ միջազգային քրեական իրավունքի գործիքակազմը այս պահին կիրառելի է բացառապես 3 բնույթ եւ հանցագործությունների համար եւ այն որևէ կերպ վերաբերելի չի լինելու ագրեսիային, այսինքն եթե առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը առաջ խաղացում ցուցաբերի Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ եւ շարունակի են ոտնձգությունները ուժի տարբեր դրսևորում, միևնույն է դրանք պատժելի չեն կարող լինել միջազգային քրեական դատարանի մեխանիզմի միջոցով, իհարկե դրանք չեն դառնում օրինական ՄԱԿ-ի կանոնադրության տրամաբանությամբ, սակայն դատական մեխանիզմը կբացակայի այդ դեպքերին արձագանքելու նպատակով։ Հիմա ինչ տեղի ունեցավ 2023 թվականին, ըստ էության բռնի տեղահանում է, որը Հռոմի ստատուտի համաձայն դիտարկվում է որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, իրավական համայնքում քննարկվում է արդյոք տեղի ունեցածը պետք է որակել ցեղասպանություն, թե մարդկության դեմ ուղղված հանցագործություն, հարցը կարծում եմ որոշակի չափով վիճելիություն ունի, ընդ որում ցեղասպանության կոնցեպտը առաջ քաշելիս նաև դրվում է այն հանգամանքը, որ կյանքի գոյության համար անհամատեղելի պայմաններ է ստեղծվել Լաչինի Միչանսկի շրջափակման միջոցով եւ դա հանգեցրել է անգամ մահերի, այլ մարդասիրական խնդիրների, ուստի այստեղ ազգի որոշակի մասի փաստացի ֆիզիկական բնաջնջում է եղել եւ իրական ստացվառնալիք է եղել ամբողջական բնաջնջման համար, ուստի այդ արարքները կարող են որակվել նաեւ ցեղասպանություն, բայց ցեղասպանության եւ մարդկության ուղղված հանցագործության հիմնական տարբերությունը դա հատուկ նպատակն է, որը պետք է հիմնավորելի լինի ցեղասպանության բարակայում, այսինքն ոչնչացման ազգի մի մասի կամ ամբողջ ազգի այդ բնաջնջման միտումը, նպատակը, դիտավորությունը պետք է հիմնավորելի լինի ապացույցներով եւ այստեղ հակափաստարկները հիմնականում հանգում են նրան, որ օրինակ ամբողջովին մարդասիրական աջակցությունը դադարեցված չի եղել, սահմանափակումներ կիրառվել են, ինչևից է բանակցվել է կամ քննարկումների առարկա է եղել այլընտրանքային ուղիներով մարդասիրական օգնության ցուցաբերումը եւ երկրորդ փաստարկը, որ Լաչինի Միչանսկը բոլոր դեպքերում վերահսկվել է ադրբեջանցիների կողմից եւ իրենց թույլ տվությամբ մարդիկ կարողացել են լքել, չենթարկվելով փաստացի ֆիզիկական բնաջնջման եւ այս երկու հանգամանքների մեջբերմամբ ընդուններ են ներկայացվում, որ ցեղասպանության հատուկ միտումը հիմնավորելի չի լինի եւ ավելին այն կարող է այլ ռիսկեր պարունակել, հաշվի առնելով, որ մենք նաեւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված ազգեր եւ դրա միջազգային կանաչման խնդիր ունենք, եթե փորձարկենք ցեղասպանությունը միջազգային քրեական դատարանի կողմից եւ վերջում օրինակ արձանագրվի, որ դա ցեղասպանություն չի եղել, մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կփորձի մեզ մեղադրել, հա, նաեւ ցեղասպանության ստի կամ կեղծիքի մեջ, ինչը վերջիններս իրականացնում են եւ նաեւ վստահ եմ տեղյակ եք, որ Թուրքիայի քաղաքական գործիչներից մեկի առնչությամբ կա նաեւ գործ, Փերինչեքն ընդդեմ Թուրքիայի գործը, երբ թուրք քաղաքական գործիչը Շվեյցարիայում հայոց ցեղասպանությունը անվանել էր միջազգային սուտ, իհարկե վրային հասել իրավական հետևանքներ, քրեական
էր հայերի նկատմամբ կոտորածը, այսինքն ընդունել էր փաստական տվյալներ, որ հայերը սպանվել են, եւ փորձել էր վերաձևակերպել, որ ինքը կասկածի տակ է դնում իրավական որակումը որպես ցեղասպանություն, հաշվի առնելով, որ այստեղ հաստատված դատական ակտեր չկան եւ դա ակադեմիական քննարկումների տիրույթում է այդ արարքների իրավական որակումը։ Այս գործով ցավոք սրտի Եվրոպական դատարանը պաշտպանեց խոսքի ազատությունը, իհարկե այն վերապահում անելով, որ խոսքը արտահայտած քաղաքական գործիչը չէր հերքել փաստական տվյալներ, այսինքն հայերի կոտորված լինելու հանգամանքը կասկածի տակ չէր դրել եւ այստեղ խնդիրը միայն որակումների շուրջ բանավեճի շրջանակում քրեական պատասխանատվության ենթարկելու համաչափության հարցներ։ Հիմա այս իրողությունները հաշվի առնելով մեկ առավել հակված ենք խաղը տանելու այն օրակարգը, որ բռնի տեղահանումը դա հենց մանկության դեմ ուղղված հանցագործություն է, որը սանկցավորված է Հռոմի ստատուտով եւ կարող է առաջ բերել հետևանքներ նաեւ անհատական քրեական պատասխանատվության տեսքով։ Կարևոր խնդիրը հենց բռնի եզրույթի այս հիմնավորումներն են, ընդ որում բռնի լինելը չի պահանջում հենց ֆիզիկական բռնություն, վախի կամ հարկադրանքի այլ հանգամանքներ ստեղծելը ինքնին տեղահանումը դարձնում է բռնի եւ այստեղ կարծում եմ մենք ունենք նաեւ բացառիկ փաստական հանգամանքներ, որ շատ կարճ ժամանակահատվածում չափազանց մեծ թվով մարդիկ կայացրել են այդ որոշումը եւ կամավոր որոշումների պարագայում ուղղակի հնարավոր չէր նման միասնական ձևով նույն հարցի վերաբերյալ անհատական որոշումներ ձևավորել։ Ոստի միջազգային քրեական դատարանը կարող է դառնալ այդ հակազդման միջոցը, կարճ ճանապարհը, որ անդամ պետությունը հղի իրավիճակը միջազգային քրեական դատարանին, ինչը կհանգեցնի քննության մեկնարկի, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունը այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում, միջնորդավորված ճանապարհ դա քաղաքասարակության ներկայացուցիչների կամ զոհերի անունից հանցագործության վերաբերյալ տվյալների ներկայացումն է դատախազին, սակայն այս պարագայում դատախազը ունի հայեցողություն, այսինքն պետք է իր հայեցողությունը հօգուտ մեզ իրագործի, որպեսզի հնարավոր լինի նախասկիզբ տալ այդ քրեական ընթացակարգերի յուրիսդիկցիայի տեսանկյունից այստեղ խնդիրներ չկան, Մյանմար, Բանգլադեշ գործի շրջանակներում արդեն իսկ ձևավորվել է իրավական դիրքորոշում, որ եթե հանցակազմի տարերից մեկը տեղի է ունենում Հռոմի ստատուտը վավերացրած պետության տարածքում, ապա դա իր հետ յուրիսդիկցիա բերում է եւ այս պարագայում, քանի որ բռնի տեղահանությունը սկսել է Արցախում, բայց ավարտվել է, շարունակվում է Հայաստանի Հանրապետությունում, ըստ էության յուրիսդիկցիան եկել եւ հայտնվել է Հայաստանի Հանրապետությունում, ուստի այս առումով իրավական սահմանափակումներ չկան։ Նկատի ունենալով ժամանակային սահմանափակումը ես այստեղ կավարտեմ, բայց պատրաստ եմ հարցադրումներին պատասխանել։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն։ Վերջերս մենք լսել ենք Հայաստանի պատգամավորներից մեկի եւ նաեւ խոշոր գործարարի կողմից հայտարարությունը, որ ընդամենը 10 զոհ եղավ Արցախում, այդպիսով նսեմացնելով իրավիճակը, ընդհանրապես որպեսզի ճիշտ պատկերացնենք Արցախի ժողովրդական կորուստները այս վերջի ժամանակահատվածում տեղանման հետ կապված, ես կարծում եմ, որ մենք պետք է ընդհանրության մեջ դիտարկենք թե շրջափակումը պայմանավորված զոհերի, որոնց թիվը հավանաբար 800-ից մինչև 1000 հոգի է, հետագայում կարող ենք քննարկել թե որտեղից այդ տեղեկատվությունը, երկրորդը եղել է հենց ռազմական հարձակում, որի արդյունքում 200-ից ավել մահացած ունենք, եղել են խաղաղ բնակիչներ, որոնք մահացել են այդ ագրեսիայի արդյունքում, եւ եղել է հայտնի պայթյունը, որը հետևանք է այն իրավիճակի, որը ստեղծել է Ադրբեջանը։ Այսպիսով ընդհանուր առմամբ այստեղ բնակչության 1%-ից ավելի կորուստ ունենք մենք այս գործերի շրջանակներում։
Հավելեմ նաև այն, որ Ադրբեջանը ստիպել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ստորագրել և հռչակել Արցախի Հանրապետության ցրումը, վտանգելով Արցախի ողջ բնակչությունը և միայն թույլ տրվեց Արցախի բնակչության գաղթը այն ժամանակ, երբ որ Շահրամանյանը համաձայնվեց, այսպիսով ստեղ ամենայն դեպս ցեղասպանության վտանգ եղել է։ Եվ այսպիսով այս իրավիճակը իմ կարծիքով դեռ ահագին շատ կարիք ունի Հայաստանի Հանրապետության կողմից ուշադրության, ցավոք սրտի վտանգ կա, որ առհասարակ Հայաստանի հայցերը հանվեն միջազգային նացիաներից և դրա մասին քննարկումներ կան, հույս ունեմ, որ դա չի ստացվելու անել, որովհետև հետո վերաբացել դա լրիվ ուրիշ պատմություն է դառնալու։ Այսպիսով եկեք հաջորդ թեմային անցնենք, Տիկին Արմենե Ալեքսանյան, Արցախի նախկին արտգործնախարար, որը խոսի Արցախի կորուստի մասին որպես ցեղասպանության նոր վերարտադրության մասին և նաև որոշակի լուծումների առաջարկելու։ Այսպիսով փոխանցում ձեզ խոսափողը։ Բարի երեկո բոլորին, նախ կուզենայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին այս միջոցառման համար և բոլորիդ այստեղ ներկա գտնվելու համար։ Ճիշտն ասած, ես մինչև օրս այն կարծիքի է, որ ներքին լսարանը բավականին տեղեկացված է, այսինքն ենթադրում էի, որ պետք է այդ լինի և կարծես թե կարիք չկար, որպեսզի ներքին լսարանի համար ինչ-որ ներքաղաքական հարցեր պարզաբանվեին։ Համենայնդեպս այդ կարծիքին էի, երբ որ Արցախում էի և հնարավոր է Հայաստանը այդքան լավ չէի ճանաչում։ Հիմա քանի որ դարձել եմ ժամանակավոր ուսան հայաստանցի, հասկանում եմ, որ չէ, կան շատ բացեր, որոնք լավ տեղեկացված չլինելու արդյունք են, թե հանրության շրջանում և թե նաև մեր զրումների ներկայացուցիչների շրջանում։ Դրա համար իրականում ես անդրադարձ եմ ասում, որ սա հայերենով իմ առաջին ելույթն է։ Ես միշտ ելույթ եմ ունեցել արտասահմանում, քանի որ գտնում եմ, որ ավելի արտաքին լսարանի և որպես դիվանագետ իհարկե իմ գործը արտաքին աշխարհի հետ էր և ոչ ներքին հասարակության հետ։ Եվ հիշում եմ, որ 2019-ին երբ հրավիրված էի Լոս Անջելես խոսելու ցեղասպանության վերաբերյալ, այսպիսի միտք արտահայտեցի, որ եթե այսպես շարունակվի, եթե չկարողանանք ամբողջ ազգով վերամիավորվել, վախենամ, որ վաղը եկան մի քանի տարի անց Արցախի մասին նույնպես անցյալով խոսեմ, որը ես չէի ուզենա։ Ցավոք այսօր եկել ենք այդ իրողությանը, որ Արցախի մասին խոսում ենք անցյալով։ Ինչու՞։ Ըստ իս նաև նրա համար, որովհետև երբեք չենք նայել հետ և չենք վերագնահատել մեր սխալները, որպես ազգ, որպես պետություն, որպես ժողովուրդ և որպես անհատապես ամենքս մեր համար։ Այս 30 տարիների ընթացքում չի հաջողվել մեզ ունենալ ընդհանուր մի տեսլական, համազգային տեսլական, որը կներառեր Հայաստանը, Արցախը և Սփյուռքը մի ընդհանուր մեխանիզմի մեջ, որը միտված կլիներ պետականության ուժեղացմանը, անվտանգության ապահովմանը և ապագայի ստեղծմանը։ Մինչև այժմ էլ դեռ դա չունենք, ցավոք սրտի, այսօրվա իրողություններից ելնելով կարող եմ ասել, որ շատ դեպի հետ ենք գնում, ընդհուպ մինչև փորձելով ուրանալ մեր պատմությունը, մեր ակունքները, որը շատ ցավալի երևույթ է և շատ վտանգավոր երևույթ է։ Ինձ թվում է, ինչու եմ ես համարում, որ Արցախի կորուստը ոչ միայն տարածքի կորուստը, ոչ միայն ազգային ողբերգություն է, այլ նաև ցեղասպանության վերարտադրություն և գուցե տիկին Սահակյանը ինչպես նշեց իրավական, այսպես դատական մեխանիզմներով գուցե դա շատ դժվար լինի ապացուցել, բայց ինձ թվում է դա ժամանակի հարց է և մարտավարության և ռազմավարության հարց է։ Ապագայի ընդհանրապես պետք է մի քիչ ստեղծարար լինել, պետք է հավատալ այն մտքին, որ աշխարհը փոփոխական է, ոչ մի բան ստատիկ չէ այս աշխարհում, փոխվում են իրողությունները, փոխվում են ուժային կենտրոնները,
փոխվում են բոլորիս որպես պետություն եւ որպես ազգ հնարավորությունները, կոմպետենտությունները, եւ կարող եմ այսպես ասել, եւ նոր իրավիճակում պետք է պատրաստ լինենք օգտագործել ժամանակի կողմից մեծ տրվող հնարավորությունները մեր պայքարը ավելի ճիշտ ձևով կազմակերպելու համար։ Ինչ եմ կարծում, որ ցեղասպանություն է։ Այն պատճառով, որ եթե նայում ենք 1915-ից մինչև 2025 թվական, տեսնում ենք շարունակականություն, օրինաչափություն պատմական, եթե կարող եմ համակարգային օրինաչափություն, որտեղ որ փորձ է արվում Թուրքիայի եւ այժմ Ադրբեջանի կողմից, ոչ միայն Ադրբեջանի կողմից, այլ Թուրքիայի կողմից աջակցված, քանի որ ապացուցված փաստ է, որ 2020 թվականին, երբ Էրդողանը ինքն է հանրային ձևով խոստովանել, որ Թուրքիան անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, 2020 թվականի 4-րդ պատերազմում, այսպես ասած։ Եվ Արցախյան բոլոր սումգայական ջարդերը, Բաքվում, Կիրովաբադը, դրան հետևած Շահումյանի դեպքերը, այնուհետև Արցախյան 4 պատերազմները կարճատև եւ երկարատև կապ չունի, գալիս են ապացուցելու, որ հենց դա է միտումը եղել։ Ալիևի հայտարարությունները, որոնք ամենաբարձր մակարդակով ասվել է, որ աշխարհի երեսին կթողնեն միայն մեկ հայ, այն էլ թանգարանային նմուշի տեսքով։ Եվ ասել է, որ իր թշնամին ոչ միայն արցախահայերն են, այլև ողջ հայությունն է, սփյուռքը ներառյալ։ Այսպիսի բաները չպետք է մոռանանք, եւ եթե չպետք է չմոռանանք, ապա կհասկանանք, ինչու այսօր Ադրբեջանում տեղի ունենում այն, ինչ տեղի ունենում։ Ինչու է Ադրբեջանը փորձում պատմությունը կեղծել, նոր պատմություն գրել տարածաշրջանի համար, ինչու է փոխում դասագրքերը, ինչու է հիմա Հայաստանը Ադրբեջանի 5-րդ դասարանի դասագրքերում նշվում որպես արևմտյան, Հայաստանը նշվում որպես արևմտյան Ադրբեջան։ Այսինքն ինքը սկսում է իր երիտասարդներին, իր աջող սերնդին նոր պատմություն դասավանդելով, որին արդեն 20 տարի անց այդ երիտասարդությունը լավ հավատալու է, ոնց որ արվել է Ղարաբաղի դեպքում։ Սա լրիվ շատ պլանավորված քայլեր են, որոնք բերում են մի նպատակի, այսինքն վերացնել հայկական ինքնությունը, հայկական ինքնիշխանությունը այս տարածքում եւ դրան նաեւ որպես ապացույց կարող ենք ասել մեր մշակութային ժառանգության ոչնչացումը։ Բոլոր այն տարածքներում, որտեղ որ հայ չմնաց։ Վերցրեք Նախիջևանի օրինակը։ Ինչ եղավ Ջվայի գերեզմանակարերի հետ։ Ինչ է կատարվում հիմա Արցախի պատմամշակութային հուշարձանների հետ։ Բացի ոչնչացնելուց, վառելուց, կեղծելուց, նաև ամենքեր փորձում են այդ մշակույթը ներկայացնել որպես ադրբեջանական ժողովրդի, լինի դա ուդի հատվածի, թե այլ փոքրամասնությունների պատմական ժառանգություն։ Եվ աշխարհը դրա վրա աչք է փոխում։ Ինչու՞։ Նաև մեր մտքով, որտեղ աշխարհը այժմ Ադրբեջանի ձայնը ավելի բարձր է հնչում։ Բոլոր տեղերում։ Դրա համար Իրան են հավատում։ Մենք կարծես sense пассив, այսօր նույնիսկ ոչ թե մեր ձայնը չի լսվում, այլ լսվում է Ադրբեջանի ձայնի հետ ունիսոն, ոնց ասում են, հա։ Եթե չնայես որ երկրի ղեկավարն է այս կամ այն արտահայտությունը անել, կարող է շփոթեցնես մեր պետության ներկայացուցիչների եւ ադրբեջանական պետության ներկայացուցիչների արված հայտարարություններ։ Փորձեք ինֆոգրաֆիկա անել բանով եւ նույնիսկ ժամանակային առումով կարող եք շատ լավ վերլուծություն անել, թե ինչպես են այս մտքերը գեներացվում, ինչպես են նույն գաղափարները բերվում հայաստանյան դաշտ։ Որը ըստից շատ մեծ, իսկապես շատ մեծ վտանգներ է պարունակում նաև Հայաստանի համար։ Այսօր այստեղ նստած մեզ թվում է, որ Հայաստանին ոչինչ չի սպառնում, հա։ Միշտ ասում են, թե Արցախում է կատարվում, Հայաստանի տարածքում բան չկա, հա։ Այսինքն մինչև չի գալիս թշնամին մեր դուռը, մենք չենք սթափվում, չենք հասկանում, որ Արցախը ինչ էր, Արցախը Հայաստան չէր։ Ես մեծացել եմ այն մտքով, որ Արցախը Հայաստանի մաս է, եւ ես Հայաստանի իմ հայրենիքն է։ Անկախ նրանից թե տարբեր պարակտողները ինչ են փորձում անել այստեղ, փորձում են բաժանարվարձել գծել արցախցիների եւ հայաստանցիների միջեւ փորձելով ինչ-որ անպատեհ որակումներ տալ, էթնիկական նույնիսկ բնույթի եւ այլն։
Նույնիսկ պատերազմի իրողություններն են փորձում պատաբանել տարբեր ձևով, ինչպես պարոն Միխայելյանը նշեց, այս վերջին դեպքերը։ Իրականում, եթե Արցախում պատերազմ չի եղել, եթե Արցախին չի կռվել 2023 թվականին, ապա որտեղից են այդ 600 թուրքական զոհերը Արցախի տարածքում, ինչը եկել են Արցախի ողողում հարակիրի են արվել ու մնացել են այնտեղ, սպանվել են, չէ՞, իսկ եթե սպանվել են, ինչ-որ մեկը կրակել է նրանց վրա, թե ոչ։ Չէ՞ որ մենք ունենք զոհեր ունեցել 200-ից ավել, եթե չհաշվենք նույն պայթյունի և ճանապարհին զոհվողների թվերը։ Ինչու ցեղասպանությունների։ Նույն պատճառով, որ բացի պատկերավոր նմանություններից, որ վստահ եմ բոլորը տեսել եք նույն նկարները, երբ որ մարդկային շարասյունը ոտաբոբիկ շարժում էր դեպի Երզոր և դեր Երզոր և Արցախի շարասյունը մեքենաների, որ շարժում էր դուրս։ Իհարկե ոչ մի անհնար է, որ ժողովուրդը մի օրում պետք է և ասի ես լքում եմ իմ տունը։ Դա այն դեպքում, երբ 10 ամիս շարունակ այդ նույն ժողովուրդը սոդի, սրտի, առանց ջրի պայմաններում դիմակայել է։ Այսինքն եղել է այնպիսի, ստեղծվել են այնպիսի պայմաններ, ցեղասպանությունը դա միայն ֆիզիկական բնաջնջումը չի ստեղծել, այլ նաև անելանելի կյանքի համար անելանելի պայմանների ստեղծում։ Եվ եղել են Արցախում այնպիսի, երբ որ թուրքը կանգնած է քաղաքի մատույցներում և մուտքի և ելքի մոտ, և ես ռուսական խաղաղապահողները ասում են 2 ժամ ժամանակ ունեք, եթե ուզում եք դուրս գալ, դրանից հետո ես ձեզ չեմ կարողանա օգնել, դու այլընտրանք չունես, որտեղ դու գիտես, որ մնաս, գլխատվելու ես, ոնց որ գլխատվել է Հադրութի այն տարեց մարդը, որին գլխատողը հիմա ազատության մեջ է, որովհետև ինչպես հասկացանք, դատական հետապնդումը այդ անձի նկատմամբ հետ է քաշվել։ Այսինքն սա է իրողությունը, յուրաքանչյուր արցախցի շատ լավ պատկերացնում է, ինչ է իրենց սպասում։ Եվ հեռավոր գյուղերում, որոնք որ Արցախն էին գտնվում և քաղաք չէին, այդքան տեսանելի չէին բոլորի կողմից, իրոք արդեն սկսվել էր հարձակում քաղաք բնակչության վրա։ Եվ շատ-շատերը այդ երիտասարդների զոհվել են հենց իրենց գյուղը փրկելու ժամանակ։ Իրենք ժամանակ են շահել, որպեսզի կարողանան գյուղը տարհանել։ Սա է եղել իրողությունը։ Եվ եթե գանք genocide ոչի Gregory Stanton-ի բնորոշմանը նաև այն 10 փուլային փուլերը, որոնք նա բնորոշում է որպես ցեղասպանություն, բոլոր 10 փուլերը առկա են եղել Ղարաբաղի դեպքերի կապակցությամբ։ Եվ վերջինը դա շղթումն է։ Ցավալին այն է, որ շղթում ոչ թե իրագործողի կողմից միայն, շղթում քո սեփական պետության կողմից։ Շղթում այն առումով, չգիտեմ, գուցե վախի ազդեցության տակ, երևի վախի ազդեցության տակ։ Նույն վախի ազդեցության, որի սպառնալիքի տակ քեզ ստիպում են հրաժարվել պետականությունից, բայց նաև գիտեք, որ նույն միջազգային իրավունքը եւ Իսահակյանը չի թողնի որ ստեն, ունի Վենայի կոնվենցիան, եթե չեմ սխալվում, 52-րդ հոդվածը ասում է, որ ցանկացած պայմանավորվածություն, որը ձեռք է բերվել ուժի կամ սպառնալիքի կիրառման տակ անվավեր է։ Այդ տեսակետից եթե վերցնենք Արցախի նախագահի հայտարարությունը, ապա կարող ենք հստակ ասել, որ սա իրողություն չէ։ Կամ մեկ այլ իրավական պահ, դա Արցախի սահմանադրությունն է, ըստ որի ոչ ոք միանձնյա չի կարող լուծարել հանրապետությունը։ Եվ որպես այդպիսին նույն Շահրամանյանը Հայաստան գալով, այն բանից հետո, երբ արդեն համոզվել է, որ բոլոր արցախցիները դուրս են եկել Արցախից անվտանգ, կարողացել է հայտարարել մեկ այլ հռչակագիր հրապարակել, որով ասել է, որ լուծարումը չեղյալ է համար։ Բայց չգիտես ինչու սրա մասին չի խոսում, որովհետև ձեռնտու չէ, երևի, որպեսզի սրա մասին խոսվի։ Ինձ թվում է այս պարագայում ինձ թվում է մենք կարևոր հարց ունենք այն առումով, ինչու ենք մենք այսօր այս վիճակում, որ մենք ունենք իսկապես վստահության ճգնաժամ, ազգային վստահության ճգնաժամ։ Մենք չենք վստահում միմյանց, չենք վստահում ինչ-որտեղ մեզ, չենք վստահում մեր
իշխանություններին, չենք վստահում մեր ապագային, չենք հավատում, որ մենք իրոք ունակ ենք։ Գուցե իսկապես Հայաստանի բոլոր նախկին եւ ներկա իշխանությունները իսկապես չեն հավատացել, որ Հայաստանը կարող է ինքնուրույն խաղացող դերակատար լինել միջազգային հարաբերություններում, ունենալ լինել ուժեղ եւ այլն։ Սա էլ է երևի մի մաս, բայց եթե մենք ուզում ենք շարժվել տեղից, մենք պետք է նախ գիտակցենք ինչումն է մեր սխալը, ինչումն է մեր հիմնադրությունը, եթե կարող եմ այսպես ասել։ Եվ դրանից հետո նոր կսկսվի ապաքինումը, համազգային ապաքինումը, եթե ուզեք։ Իսկապես աններելի է, երբ որ համեմատում ես 1915 թվականը, երբ որ մենք մեր նախնիները, կարող եմ այսպես ասել, որովհետև կիսով չափ ես եմ նախնիներով արևմտահայաստանցի, եթե կարող եմ այսպես ասել, չունեին ոչ մի լծակ իրենց պաշտպաների, ոչ իրավական, չունեին միջազգային իրավաբաններ, ինչպես Սիրանուշը, ինչպես մեր շատ թուրքյան գործընկերներ, որպեսզի իրենց իրավունքները պաշտպանեին։ Այսօր 21-րդ դարում մենք ավելի խելացի ենք, ավելի կրթված, ավելի մեծ ներուժ ունենք մարդկային, որ կարող ենք օգտագործել իշար այս իրողությունները ճանաչելուն, մեր շահերը պաշտպանելուն։ Բայց չգիտես ինչու չենք կարողանում վերակազմակերպել եւ հասնել դրան։ Ինձ թվում է միայն այդ ձևով մենք կարողանանք եւ ինքներս պետք է մեր ամենքս մեր հետ ազնիվ լինենք, չլռենք, երբ որ տեսնում ենք, որ ինչ-որ բան սխալ է գնում։ Միայն այդպես ինձ թվում է մենք կարողանանք ունենալ ոչ թե դե ֆակտո ինքնիշխանություն, որ ըստ այսօրվա Հայաստանն է, այլ դե յուրե ինքնիշխանություն եւ